Ինչը, բայց այդ ձեր հարցի իմաստը չհասկացա, ինչ է նշանակում, երբեք դուք ընդունել։ Ինչ է նշանակում, երբեք մենք մեր խաղաղության օրակարգով չենք խաբել, մենք մեր խաղաղության օրակարգով չենք խաբել։ Դուք խաղաղություն ասելով ինչ եք հասկանում, ինչ եք ուզում, որ լինի։ Նայեք, միջադեպ եղել է, միջադեպի մասով մենք շարունակում ենք աշխատել, կշարունակենք աշխատել Ադրբեջանի հետ, բայց նաև ես ուզում եմ նշել, օրինակ, սահմանազատման գործընթացը։ Հիմա եթե միայն այդ կետի մասով եք նայում իրադարձությանը, նայեք սահմանազատման գործընթացին։ Սահմանազատման արդյունքում հիմա մենք ունենք 12.7 կիլոմետր սահմանազատված հատված, եւ նաեւ հավելյալ նաեւ սահմանային գիծ, որտեղ երկու կողմում էլ գտնվում են սահմանապահ զորքերը եւ վերջին 5 տարվա ընթացքում որևէ միջադեպ չի եղել, կներեք, մեկ միջադեպ է եղել այն հատվածում, որտեղ սահմանապահ զորքերն են կանգնած, եւ մենք շարունակում ենք Ադրբեջանի հետ աշխատել, որպեսզի սահմանազատումը շարունակենք եւ հավելյալ այդպիսի սահմանազատված հատվածներ ունենանք, հավելյալ սահմանապահ զորքերի տեղակայում ունենանք, որպեսզի կայունություն ունենա։ Այսինքն, նայեք, կարող ենք նայել խաղաղությանը որպես իրադարձություն եւ մտածենք, որ այս մի կետն է լինելու, որից հետո խաղաղություն է լինելու։ Կարող ենք մտածել խաղաղությունը որպես գործընթաց, խաղաղության կառուցում, եւ ես կարծում եմ խաղաղության կառուցման գործընթացի տրամաբանության մեջ մենք առաջընթաց ենք ունեցել։ Իհարկե մեր բոլոր խնդիրները չենք լուծել, մենք չենք կարող ասել, որ ամբողջովին խաղաղության օրակարգը իրագործված է, բայց համոզված կարող եմ ասել, որ մենք այս հարցում ունեցել ենք արդյունքներից մեկը նշվածն է եւ նաեւ ընդհանուր առմամբ այն միջավայրն է, որը տարածաշրջանում գոյություն ունի։ Սյունիքի հատվածում չէ, իրադարձությամբ, ուղղությամբ չէ։ Բայց նաև նշեցիք հենց սահմանազատված հատվածների վերաբերյալ, հենց հարցը դրան է վերաբերել, որ եթե սահմանազատված է հատվածը, ապա պետք է ջանքեր գործադրել, որ մյուս հատվածներում էլ տեղ ունենան։ Հենց դա էլ փորձ հենց այդ կանգնած չի։ Որովհետև կոնկրետ այո սահմանազատված հատվածներ գրակոչներ չկան, բայց ներքին Կարմիր աղբյուր, Մովսես յուղերում եւս գրակոչների ձայներ լսվում։ Կանգնած չի սահմանազատման գործընթացը, փոխվարչապետերի մակարդակով աշխատանքային խմբերը եւ Հայաստանում եւ Ադրբեջանում միմյանց հետ կապի մեջ են եւ շարունակում են աշխատել, որպեսզի առաջ ընթանանք։ Վերջին պայմանավորվածությունը այն է, որ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան սահմանակետից մի քիչ այլ ներքև շարունակվելու է սահմանազատումը եւ փորձում են բանակցությունների միջոցով հասնեն լուծումների, որպեսզի շարունակվի սահմանազատման գործընթացը։ Այսինքն այդ ուղղությամբ մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի մենք առաջ ընկնենք։ Շնորհակալություն։